Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում Աբովյան թայմն է եւ ես Արման Աբովյանը։ Իրադարձությունները, որոնց մենք ականատես ենք տարածաշրջանում, մասնավորապես իրանական ուղղությամբ, մասնավորապես Մերձավոր Արևելք, մասնավորապես Պարսից ծոցի տեղի ունեցող գործընթացները ուղղակի ազդեցություն ունեն Հայաստանի Հանրապետության ոչ միայն արտաքին քաղաքականության վրա, այլ արի ու տես ներքին մեր գործընթացների միգուցե ուղղակի ազդեցություն, հա, արտահայտությունը ինքը շամպագորգոր է, բայց եթե մի քիչ խորանում ենք, մի քիչ ասելով փորձում ենք, հա, պատճառահետևանքային բոլոր երանգներին ուշադրություն դարձնել, ապա պարզվում է, որ ես այդքան էլ սխալ չեմ։ Եվ այսօր այդ թեմաների շուրջ մենք կզրուցենք քաղաքագետ Ստեփան Դանելյանի հետ, բայց Ստեփան Դանելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը։ Տեսեք, պարոն Դանելյան, ըստ էության նախաբանից արդեն պարզա, որ ինչի մասին ենք խոսելու, եկեք հասկանանք երկու կարծիք համար մեկ։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ագրեսիան դեպի Իրան, հա, Իրանի ուղղությամբ լրիվ անսպասելի, հա, sense հանգուցալուծում է այս օրվա դրությամբ ստացել, հենց այսօր, ես չեմ ասում վաղը ինչ կլինի, չգիտենք։ Իսկը ամերիկացիներն էլ չգիտեն, իրացիներն էլ չգիտեն, բայց այնուամենայնիվ այս օրվա դրությամբ երկու իրար տարբերվող կարծիքների ներքո են նկարագրվում։ Կարծիք համար 1. Միացյալ Նահանգները եւ Իսրայելը կտրականապես թույլատրել են Իրանը եւ ըստ էության այսպես կոչված ճոճանակի քաղաքականությունը, երբ որ հա ճոճում են, հա, ինչ որ մի համակարգ, այդ համակարգը փլուզվում է։ Կարծիք համար 2. Միացյալ Նահանգները եւ Իսրայելը վերջին 50 տարվա ընթացքում 70-ական թվականների վիետնամական պատերազմից հետո, դե լավ այսպես ասենք, ես չեմ վերցնում Աֆղանստան, Իրաք, բանը դնում ենք մի կողմ։ Խոշոր ստրատեգիական պարտություն են կրել եւ Իրանի քաշը տարածաշրջանում եւ համաշխարհային մակարդակով զգալիորեն աճել է, իսկ ինչ վերաբերում է Մերձավոր Արևելք, Հարավային Կովկաս եւ Պարսից ծոց, ապա Իրանի քաշը, հա, քաղաքական առումով քաշը տասնապատկվել է 2 հակընդդեմ եւ հակառակ կարծիք։ Ձեր կարծիքով իրականում ինչ իրավիճակ է։ Անկեղծ ասած, չափազանց բարդ հարց է, ու հիմա խնդիրը այն է, թե ինչքան խորանանք պատմության մեջ, հա, ասենք 70-ական թվականներից, 90-ական թվականներից, որտեղ 90-ական թվականներին շատ ֆունդամենտալ դեպք է կատարվել։ Ուրեմն 95 թվականին Իսրայելում սպանեցին Իցխակ Ռաբինին, որը միջև այդ Օսլոյում պայմանագիր էր կնքել, որտեղ ինքը Իսրայելը պետք է ճանաչեր Պաղեստինը, դեղ արդեն պետություն պետք է կնքվել, Նոբելյան մրցանակներ։ Այո, եթե չեն սխալվում, Յասիր Արաֆատի հետ ստացան, չէ՞ Նոբելյան մրցանակ։ Որից հետո 95 թվականին հանրավայքի ժամանակ, երբ որ Ռաբին ներկայացնում էր, թե ինչ ծրագրեր պետք է անեն, իրեն սպանեցին։ Եվ ինչն է հետաքրքիր, որ շատերը եւ Իսրայելում եւ տարբեր տեղերում այդ սպանության պատասխանատվությունը ինչ որտեղ դնում են ոչ միայն ծայրահեղականների վրա, այլ Նաթանյահուի վրա։ Եվ Նաթանյահուի կուսակցության անդամները մինչև հիմա անդադ կնեսետում հարց են բարձրացնում, որ սպանողին այնուամենայնիվ պետք է բաց թողել։ Նա մինչև հիմա գտնվում է բանտում։ Հիմա այստեղ հարց է առաջանում, սա Իսրայելի պատերազմն է, թե սա Միացյալ Նահանգների պատերազմն է։ Կարծես թե սա Իսրայելի պատերազմն է, որովհետև դեռևս 90-ական թվականներին մի կոնցեպտ կար իսրայելական լոբի, որոնց աջակցում էր կամ որին աջակցում էր նաև Նաթանյահուն, դա ուժ բաժանման կոնցեպցիան էր, այսինքն Իսրայելը ոչ մի դեպքում պաղեստինցիների իրավունքները չճանաչելու եւ իրենց մաքրելու է, այսինքն ուղիղ բաժանում է տեղի ունենալու եւ Հորդանանի աչափը եւ Լիբանանի հյուսիսը եւ Սիրիայի մի հատվածը իրենք պետք է վերցնեն, այսինքն եւ տարածություն պետք է ստեղծեն եւ այսպես կոչված մեծ Իսրայելի դոկտրինը
Այո, եւ այդ դոկտրինի մեջ կար հետեւյալը, որ ասենք Իսրայել պաղեստինցիները չպետք է Իսրայելի քաղաքացիություն ունենան, նրանք չպետք է Իսրայելի բժշկական համակարգից օգտվեն, նրանք չպետք է ոստիկանության բան ունենան, պաշտպանությունը, այսինքն նրանք ընդհանրապես ապարտեիդ է ամենադաժան եղանակով, որոնք նույնիսկ Հարավային Աֆրիկայի սևամորթները չեն ունեցել։ Սա կոնցեպցիա է, եւ այդ կոնցեպցիայի մշակողները Միացյալ Նահանգների հրեաներ էին, որոնք մեծ ազդեցություն ունեն Միացյալ Նահանգների քաղաքականության վրա։ Հիմա հարցը հետեւյալն է, սա Միացյալ Նահանգների ներքաշել են մի պատերազմի մեջ, որտեղ Միացյալ Նահանգների քաղաքական establishment-ը ժողովուրդը չի հասկանում։ Իրենց ինչ գործ ունեն Իրանում, հա։ Հիմա գանք հարցի մյուս կողմին։ Իսկ Միացյալ Նահանգների համար այս պատերազմը ինչ է նշանակում, ես կարծում եմ կարելի է մի համեմատություն անել հռոմեական կայսրության փլուզման հետ կապված համեմատություն։ Այսինքն հռոմեական կայսրությունը վերջում ինքը եւ ներսում շատ քաղաքացիություն ընդունեցին տարբեր ժողովուրդներ, նույնիսկ տեղ արաբներ եւ այլն, կայսրեր դառան, հա, տարբեր ցակում ունեցող մարդիկ, եւ ինքը արդեն բարոյազրկման գործընթաց էր գնում ներսում, իսկ արտաքին քաղաքականությունում, այսպես կոչված չակերտներով բարբարոսները տարբեր ճակատներում պատերազմներում սկսեցին Հռոմին հաղթել։ Հիմա նույն բանը, ոնց որ ես կարծում եմ, կարելի է Միացյալ Նահանգների մասին խոսել, որ Միացյալ Նահանգներում եւ ներքին բարոյական անկումը, որտեղ են արժեքային համակարգը, որի վրա կառուցված է Միացյալ Նահանգները, փլուզվում է, այսինքն գազային ցեղասպանություն է կատարվում, լռում են, այսինքն այնտեղ մոտ 25-30 միլիոն սիոնիստ քրիստոնյաները, որոնք ասում են պետքա պաղեստինցիներին ոչնչացնել, երեխաներին սպանել, ես ասում եմ բառացիորեն այդ կրոնական հավաքներին, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ են, իրենք բառացի ասում են կանանց երեխաներին պետքա սպանել, ինչի համար, որովհետև աշխարհի վերջ պետք է լինի, դրա համար պետք է Իսրայելը միայն հայրաներ լինեն, որ Մոշիախը գա, այդ հետաքրքիր տարբերակ է, դա հակաքրիստոսն է, թե հակաքրիստոսը չի, որից հետո Հիսուսը գա։ Այսինքն ինչ-որ sense կրոնական ծրագիր եւ պատահական չէր, որ Նատանյահուն տարիներ առաջ, երբ որ ինքը Ամերիկայի սենատում եւ կոնգրեսում ելույթեր ունենում, ասում էր, եթե այդ քրիստոնյա սիոնիստները չլինեն, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա։ Հիմա այս առումով ես գամ ձեր հարցի պատասխանին, հա, սա ոնց որ կարծես թե կայսրության ավարտն է հիշեցնում Միացյալ Նահանգները, որտեղ եւ տնտեսական առումով իրենք արդեն 20%-ի մոտակայքն են համաշխարհային բանի համախառն արտադրանքի առաջի 50%-ից ավելն էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ տեղեր արդեն զինվորականներ հրաժարվում են պատերազմի մասնակցել, բանակից փախուստերին, որտեղ այդ մարդիկ չգնան հանուն ինչի իրենք պետք է գնան զոհվեն, հա, իրենց երկրի համար չեն զոհվելու։ Իսկ այդ գաղափարը, որ իրենք այլ երկրի համար են զոհվում, Իսրայելի համար, դա իջեցնում է մարտունակությունը, ոգին եւ այլն։ Տնտեսական խնդիրները Միացյալ Նահանգների եւ այդ տարբեր ճակատներում իրենք արդեն ի վիճակի չեն իրենց գերիշխանությունը ապահովել։ Հիմա ստեղից կայսրության ավարտի սկիզբն է, կարծես թե, ընդհանրապես սկիզբն է, էլի պետք չի կարծել, որ այս վաղը մյուս օրը Միացյալ Նահանգների ազդեցությունը միանգամից կտրուկ թուլանալու է։ Հիմա ինչ կապ ունի դա Հայաստանի հետ, դա էր, չէ՞ հարցը։ Այո, մինչև անցնելը Հայաստան, ես պարզապես հիշեցնեմ ձեզ, որ մենք ավելի սենց խորքային հասկանանք Բենյամին Նետանյահուի կերպարը, հիշենք, որ իր հայրը Բենցիոն Նետանյահուն աշխատում էր շատ հետաքրքիր մի անձնավորության մեջ, Զևա Ժաբատինսկի։ Զևա Ժաբատինսկին առհասարակ ռևիզիոնիզմի եւ աչ սիոնիզմի պապան է, այսինքն ինքն էր այդ իդեոլոգիայի գլխին, այսինքն այն ընտրյալների գաղափարախոսությունը, որը ըստ էության որոշ նույն իսրայելցիների կարծիքով քանդում է Իսրայելը ներսից, այսինքն այդ ապարտեիդ, եկեք չմոռանանք, որ ըստ էության մեթոդաբանությունը, որը Իսրայելը կիրառում է, ինքը շատ նման է այն մեթոդաբանությանը, որը մենք տեսնում ենք այլ դիկտատորական, հա, ես չեմ ուզում համեմատություններ հարգելով պարզապես զոհերին, հա, հրյա ժողովրդի զոհերին, չեմ ուզում համեմատականներ հասկացնել, բայց այնուամենայնիվ Նետանյահուն լինելով մի ընտանիքի երեխա, որը պատկերացրեք ծնված օրվանից
այդ ընտրյալների գաղափարախոսության ներքո մեծացել էր եւ հիմա ինքը այո ես ես այդ մի անգամայն համաձայն եմ առաջ է տանում ծայրահեղ աչակողմյա սիոնիզմի գաղափարախոսությունը, որը իմիջիալից ոչ միայն պաղեստինցիներին սենց ասենք, դեպի պաղեստինցիները միտված, այլ նաև միտված է իմիջիալից դեպի նաև քրիստոնեական համայնքներ։ Ընդ որում գիտեք դա որտեղ էի կարդացել, երբ որ ես օրինակ չգիտեի, որ Իսրայելի բանակի մամլոխոսնակը հայ աղջիկ է, գիտեիք։ Եվ ես չգիտեի, եւ երբ որ մի քիչ ուսումնասիրեցի, բարձում որ նշանակում է դրանով էր պայմանավորված, որ ցույց տան աշխարհին, որ տեսեք մեր մամլոխոսնակը քրիստոնյա է։ Այս խորքային Պաղեստինցիների արտգործնախարարն էլ է, չէ՞ կարծեմ Հայկին։ Այո, բայց խորքային, երբ որ մենք ուսումնասիրում, այո, աչակողմյա սիոնիզմը ինքը ուղղակի նեղություն ես ուղղակի չեմ գտնում բարեր նկարագրել, երբ որ ռումբը նետել էին իրանական Իրանում աղջիկների դպրոցի վրա, ինչ տոնակատարություններ էին աչակողմյա սիոնիստ ռադիկալների։ Դրա համարում են, որ դա զոհաբերություն է, ինչ որ ռազմական գործողությունից առաջ եւ նման դեպքեր շատ է եղել նաեւ Լիբանանում, բանում երեխաների դպրոցների, հատկապես աղջիկների ռմբակոծություն, սա որոշ շրջանակների մոտ Իսրայելում զոհաբերության ակտ է, հա, որ մարդկային զոհաբերության ակտ։ Մատաղն անում, դե լավ, սենց ասենք, սա իհարկե արգելի ռադիոլսողներ, կխնդրեմ մենք սա չընկալենք որպես ճշմարտություն վերջին ինստանցիայում, մենք ընդհանրապես մենք ասում ենք ինչ կարծիքներ կան այո, ինչ Իսրայելում եւ աշխարհի տարբեր այո, այլ միջանոց այդ կարծիքները նաեւ Իսրայելում են, ամենայն դեպս վերադառնանք մեր կողմերը, դե լավ, հարավային Կովկաս։ Եվ եկեք Նատանյահուի մասի կարճ մի տեղեկություն տանք, որտեղ Նատանյահու ազգանունն է Իսրայելում շատ ուժեղ հնչել է կապված Նատանյահուի եղբոր հետ։ Յոնի Նատանյահուի։ Այո, որը այդ երբ որ ինքնաթիռ էին արևանգել Ուգանդայում, իրենք գործողություն իրականացրեցին շատ չտեսնված դա երևի այդ հատուկ ծառայությունների պատմության մեջ ամենահետաքրքիր եւ հետաքրքիր գործողություններից մեկն էր համարյա անհնարին եւ այդ գործողությունների ժամանակ զոհվել էր Նատանյահուի եղբայրը ազգային հերոսի կոչում ազգային հերոս եւ տեղից մարդիկ իմացան որ տես Նատանյահու ազգանուն կա առաջ ամբողջ Իսրայելում եւ այս Բենյամին Նատանյահուն այլ եղբոր այդ քողի տակ ինքը մտավ որպես հերոսի եղբայր։ Շատ գիտեք առհասարակ երբ որ ուսումնասիրում ես իսրայելական ներքին ասած ասեմ քաղաքական ընկալման բոլոր երանգները խոսքը գնում է հասարակ իսրայելցիների կողմից ապա այնտեղ այնպիսի խիտ հակասությունների է հանդիպում որ ուղղակի ապշում ես բարդագույն հասարակություն է եւ երևի հետաքրքիր կլինի մեզ լսողների համար իմանալ որ օրինակ Իսրայելում չկա քաղաքացիական ամուսնության մարմիններ ամուսնանում է միայն կրոնական գործիչների կողմից իսկ այն կրոններն են թույլատրելի որոնք գրանցված են եղել Օսմանյան կայսրության ժամանակ դրանից հետո ոչ մի նոր կրոն չի գրանցվել եւ նաեւ հետաքրքիր երկու փաստ ուղղակի սա ասենք եւ անցնենք առաջ որ օրինակի համար եթե որևէ մի հրա հայրը հրա էր մայրը ասենք հրա չի եկել է Իսրայել գյուր ընդունել հուդայիզմ ընդունել սպայ է եղել գնացել պատերազմում Իսրայելի համար զոհվել է նրան երբ որ պետք է գերեզմանոց տանեն գերեզմանի պատից դուրս են թաղում որտեղ մայրը հրա չի իրականում ես եղել եմ Իսրայելում մի քանի անգամ բարդագույն հասարակություն եւ ներիսրայելական հասարակության այդ գիտեք բազմազանությունը, ստե ոչ լավ երանգը, ոչ վատ երանգով փաստ ենք արձանագրում, այնուամենայնիվ միշտ համախմբվել է արտաքին վտանգի ներքո, սակայն իրանական պատերազմը հակառակ պատկեր ցույց տվեց եւ այստեղ եթե թույլ կտակ մենք շատ հետաքրքիր գիտեք, ասես խոսք բացեց ըստ էության ունենք մի իրավիճակ, երբ որ իրանական кейսը, այսինքն Իսրայելի կողմից Իրանի ռմբակոծությունները բերեցին բավականին լրջագույն խնդիրների Իրանի սինագոգի ռմբակոծություն։ Այո, ոչնչացրեցին սինագոգը ըստ էության։
բերեցին մի իրավիճակ, երբ որ ներ իսրայելական կամ ներ սիոնիստական հակասությունները միանգամից սրվեցին։ Ես ապշած եմ, երբ որ տեսա Թել Ավիվում բազմահազարանոց միտինգ, մարդիկ դեմ էին պատերազմի, ընդ որում հասիդները չէին որոնում սկզբում Զավթերն էին։ Այո, եւ սա Նետանյահուին բավականին լուրջ անհանգստություն պատճառեց այն պարագայում, որ օրինակ ես չգիտեի, որ Նետանյահուին ռազմական հանցագործությունների մեջ մեղադրողների առաջին շարքերում հենց իրենք իսրայելցիներն են։ Դե հետարքիր է։ Եթե իր խորհրդարանում երկու ծայրահեղական կողմնական աչերի կուսակցության շնորհիվ ինքը կարողացել վարչապետ դառնալ դաշինքի եւ դրանցից մեկի ղեկավարը ֆինանսների նախարարներ կարծեմ Սմոտրիչը մի հայտարարություններ արել, որ ես չի ցանկանա, որ իմ կինը ծննդաբերել մի հիվանդանոցում, որտեղ կողքի պալատում արաբ կին ծննդաբերել, այսինքն դա հարամ է։ Հասկանում ես, ու դա ասում է դա նախարարը ու դա ես նույնիսկ երևի Գերմանիայում ֆաշիստների ժամանակ տենց մտածողություն չի եղել։ Ինչևիցե Իրանը, Իսրայելը, ամերիկյան հակամարտություն, Հարավային Կովկաս։ Ասեմ, տեսեք, ինչն է հետաքրքիր, Հարավային Կովկասում մենք ունենք այսօր մի իշխանություն, որը իր նախընտրական ծրագիրը կառուցում է խաղաղության գաղափարի վրա։ Եվ որն է խաղաղության գաղափարի հիմքը թրիփը, Սյունիքով անցնող ճանապարհը, որտեղ ամերիկացիները մի 74% պետք է բաժնեմաս ունենային, եւ որով կառուցվել է ճանապարհը թուրքական աշխարհի, բայց քանի որ այստեղ ամերիկացիներն են, Ամերիկան էլ հզոր երկիր է, կապովի այդ անվտանգությունը Սյունիքի, Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Նախ մի կողմ գնենք Թրամփ անունը, որ արդեն դա վարկաբեկված բրենդ է եւ ծաղրի առարկա է դառնում ամբողջ աշխարհում, եւ դա հարցը նրա անունով դնելը ճիշտ է թե չէ։ Մյուս կողմից դա անցնում է Իրանի սահմանով եւ Իրանի սահմանով անցող ճանապարհը Իրանը պետք է թույլ տա, հա, երբ որ ասում է թույլ չեմ տալու։ Հիմա այդ խաղաղության գաղափարը այստեղ եւ Իրանի ֆակտորը կար եւ Միացյալ Նահանգների եւ նայեք, եթե միջև այս պատերազմը Իրանը ուներ կարմիր գծեր, որովհետեւ ինքը վախենում էր ինչ-որ քայլեր անել, որովհետեւ իր վրա հարձակում կլինի, առիթ կլինի եւ այլն, հիմա այդ հարձակումը կա, ի՞նչն է խանգարում։ Եվ նաեւ շատ հետաքրքիր process է գնում սոցիալ-արաբական երկրներում, որ բազմաթիվ գումարներ են տվել իրենց հաշվին, ամերիկյան բազաներ էին այնտեղ դրված, որ իրենց պետք է պաշտպաներ, կյանքը ցույց տվեց, որ այդ բազաները ոչ միայն իրենց չպաշտպանեցին, իրենց հաշվին այդ բազաները էվակուացվեցին իրենց թողնելով մենակ Իրանի դեմ։ Չասեմ ավելին, Իրանին հաջողվեց անել հետևյալը, սա ես ուղակի ցիտում եմ Տակեր Կարլսոնի, Միացյալ Նահանգներում գործող հայտնի է, թղթակից, որ ասաց հետևյալը, եթե կոնցեպտը Պարսից ծոցի հետևյալն էր, մեզ ու ամերիկացի պայմանական, բրիտանացի կամ դուք մեզ տալիս եք ձեր նավթի X, հա, բավականին մեծ չափաբաժինը, փոխարենը ստանում եք անվտանգություն եւ դոլարային, հա, այդ պետրոդոլարը, որ ասել են դոլարի եւ պետրոդոլարի վրա ազդեցություն, ապա Իրանին հաջողվեց անել մի իրավիճակ, որ Միացյալ Նահանգների բազաների ներկայությունը եւ ֆինանսավարկային, հա, կենտրոնների ներկայությունը տարածաշրջանում Պարսից ծոցի ինքը հանդիսանում է վտանգ այդ պետությունների համար։ Բայց ավելին, եթե Միացյալ Նահանգները Տրամպը գլուխ էր գովում, որ ահա տեսեք, մենք ունենք խնդիրներ եւ Սաուդյան Արաբիան եւ Էմիրատները եւ մյուսները Կատար տրիլիոնավոր դոլարի ներդրումներ են անելու Միացյալ Նահանգներում, չէ՞, նավթադոլարների ստացված եկամուտները, այսօր Էմիրատների հայտարարել, որ իրանք ֆինանսական ճգնաժամ ունեն։ Ոչ թե իրենք են ներդրումներ անելու, այլ խնդրել են, որ Միացյալ Նահանգները ֆինանսական օգնություն իրենց ցուցաբերեն։ Ինչ է սա նշանակում։ Բնականաբար Միացյալ Նահանգները այդ հնարավորությունները չունի, այսինքն սա հիմք է տալի, որ Էմիրատները արդեն իրենց նավթը ծախեն յուանյով օրինակի համար, այլ ոչ թե դոլարով։ Այսինքն պետրոդոլարի գաղափարը սկսում է փլուզվել,
Որտե Սաուդյան Արաբիայի եւ արաբական երկրների հետ պայմանագրի հիման վրա էր, չէ, 70-ական թվականներին այդ նավթային դոլարի գաղափարը։ Հիմա այդ գաղափարը փլուզվում է եւ սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները հնարավոր է ինչ-որ ժամանակ հետո այդ չկարողանան թուղթ տպել եւ ամբողջ աշխարհից ստանալ ապրանքներ եւ նաեւ ազդեցություն ունենալ։ Շատ կարևոր է ընդգծել հետևյալը, որ ըստ էության կապ չունի արդեն ինչպես կավարտվի, հա, իրանական кейսը, չնայած հույս ունենանք, որ կավարտվի այն տարբերակով, որը մաքսիմալ ձեռնտու կլինի Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, այսինքն չի լինի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դոմինանտությունը տարածաշրջանում, անվերապահ դոմինանտության մասին է խոսքը գնում, բայց այստեղ շատ կարևոր է հասկանալ, պարոն Դանիելյան, սրա մասին էլ էլի խոսանք, որ կրկնեմ, կապ չունի ինչպես կավարտվի։ Արդեն իսկ Մերձավոր Արևելքը, արդեն իսկ Պարսից ծոցը, արդեն իսկ Հարավային Կովկասը վերաձևավորվեց։ Ճիշտ եմ։ Վերաձևավորման գործընթացի մեջ է ամբողջ աշխարհը եւ նաեւ մեր տարածաշրջանը, թե այս վերաձևումը ուր կտանի, այդ արդեն քննարկման հարց է եւ կապված է հանգամանքներից։ Տեսեք, իշխանությունները Հայաստանի Հանրապետության վերջերս, չեմ սխալվում, 2 օր առաջ պաշտոնապես հայտարարեցին, որ բայց ով ասե, որ թրիփը պիտի, չտենց դանդաղի կամ թրիփի իրագործումը պետք է խոչընդոտվի, ոչ, որ ասում եմ, всё идет по плану վիճակա, թրիփը կիրագործվի եւ այլն, ասեմ ավելին, Միացյալ Նահանգներից եկավ մի թուղթ, շատ են շոսին թուղթ, բառը թուղթ եկավ, որտեղ այնուամենայնիվ Միացյալ Նահանգները շեշտեցին, որ դիտարկում են թրիփը որպես միջանկյալ դելավ սենս ձևակերպեցին։ Իրանք դիտարկում են թրիփը որպես այո Միացյալ Նահանգների սպիտակտան ներկա ադմինիստրացիա առաջնահերթություն։ Իրանից ոչ հաճելի ազդակներ են գալի թրիփի մասով։ Իրանցիները պահում են իրանց այդ բանը։ Այսինքն քաղաքական եւ դիվանագիտական կորպուսը ասում է դելը կտենանք թրիփը իրականում ինչա, իսկ իսլամական պահպանման կորպուսի հրամանատարությունը կենտրոնականապես դեմ, այսինքն ունենք հակառակ ինչ-որ պատկեր, ինչ է սպասում թրիփի մասով։ Դելա վերցնենք կոնստանտ այսօրվա իրավիճակը։ Թրիփի մասով հստակ կարելի ասել, որ Միացյալ Նահանգները հետաքրքրություն չունեն, չեն կարող ունենալ, որովհետև այդքան ռեսուրս չունեն եւ հնարավորություններ չունեն, իրենք հələ օրունզի միջանցքը չեն կարողանում բացել, որը ֆունդամենտալ հարց է, ուր մնաց թրիփ բացեն։ Բայց ինչի համար է ինչ-որ թուղթ գալի, դա բնականաբար Հայաստանի գործող կառավարության խնդրանքով են այդ թուղթը ուղարկել, նաև են անիմաստ թուղթը ստորագրել Constitution, որտեղ գրված է, որ Միացյալ Նահանգների առաջ սա որևէ պարտավորություն չի դնում։ Այսինքն թուղթ, որը ոչ մի պարտավորություն չունի։ Եվ բայց այնուամենայնիվ ինքը ներկայացնում է այդ թուղթը, ես դա հանրությանը խաբելու համար է ներկայացնում եւ հիմա խնդրել են, որ մի թուղթ էլ ուղարկեն, որ ցույց տան, որ գիտեք ինչն է, չի մեռել, էլի, որովհետեւ սա ընտրական գործընթաց է, այդ խաղաղության գաղափարի եւ սրտիկի վրա է հիմնված։ Բայց խնդիրը այն է, որ այս գործող կառավարությունը արդեն բանակցություններ է վարում Ղազախստանի հետ եւ այնտեղից մասնագետներ են գալի Հայաստան եւ իրենց հետաքրքրում է միայն մի բան, այդ երկաթուղին, որ իրենց ազդեցության տակ լինի։ Այսինքն իրենց ծրագիրը դա իհարկե թրիփը չէ, դա թուրքական միջանցքն է, բայց այստեղ ոչ միայն Իրանի, այլ նաեւ բնականաբար Ռուսաստանի շահերի դեմ է եւ այդ երկաթուղիները ռուսական երկաթուղիներ են, Ռուսաստանը իրեն պետքա այդ երկաթուղիների միջոցով իր շահերից նաեւ ելնելով օգտագործել, հա Իրան դուրս գալ, Թուրքիա դուրս գալ եւ այստեղ նաեւ Չինաստանի հարց կա։ Եթե այդ ճանապարհը օգնելու է որպեսզի չինական ապրանքները Եվրոպա գնան, ինչի Միացյալ Նահանգները պետք է դա թույլ տա։ Տրամաբանական է։ Տրամաբանական նամանավանդ իմ խորին համոզմամբ Միացյալ Նահանգները այս պարագայում գործում են թուրք-ադրբեջանական ծիրում կամ թուրք-ադրբեջանական տանդեմն է գործում Միացյալ Նահանգների ծիրում, այստեղ էությունը չի փոխվում։ Եկել է հարցը այդ տրիպի ճանապարհը բաժնետերեր այդ ընկերությունը որ լինի,
Արդյոք դա թրիփի թե Մոսադի ճանապարհն է լինելու, որովհետև Միացյալ Նահանգների այս տարածաշրջանը Իսրայելի շահերից ելնելով է գործում, չէ՞։ Եվ շատ հետաքրքիր կուրիոզ մի դեպք կա, երբ որ Թրամփը վերջի անգամ գնացել էր Իսրայել, իր նախընտրական ծրագիրը Միրիամ Ադելսոնն էր հիմնականում ֆինանսավորում, մի քանի 100 միլիոն դոլար, Իսրայելի քաղաքացի է եղել, հետո Միացյալ Նահանգների 30 քանի միլիարդ դոլար ունի ամուսնու մահից հետո այդ կինը ամուսինն էլ էր հայրյա եւ ինքը հենց ֆինանսավորում էր Թրամփի հիմնական այս նախընտրական ֆոնդերը եւ կնեսետում այդ կինը նույնպես ներկա էր Թրամփը խոսում է հա տեսեք ես Երուսաղեմը ճանաչեցի Աբրահամյան պայմանագիր կնքեցի հետո կնեսետում շուռ է գալի Միրիամին Ադելսոնն ասում է Միրիամ դու գոհ ես հիմա արածներից էլ այնտեղ կնեսետում ամբողջ աշխարհի առաջ հիմա հարցը այն է ուրեմն այդ ամերիկյան ընկերությունը թրիփի դա լինելու է Մոսադի հսկողության տակ թե Միացյալ Նահանգների հաշվի առնելով Ու Հայաստանը պնդում է որ ոչ լինելու է հայկական Հայաստանի շնել հարցում եւ գուցե տեղյակել չեն այսինքն այս տարածաշրջանը միշտ քաղաքականություն վարվում է Իրանի դեմ Ադրբեջանում եւ այլն դա որոշում է Իսրայելը մեր այդ կազմակերպությունը բնականաբար Մոսադի աստեցության տակ պետք է լինի Իսկ Իսրայելի որոշելը տեսեք ասում եք որոշում է Իսրայելը ակնհայտ արդեն բարդ հարց է Իսրայելը ինչ պետք է որոշի որովհետեւ այստեղ շատ կտրուկ հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունենում Դա է հարցնում, որովհետև ակնհայտորեն հաշվի առնելով բոլոր հանգամանքները Իսրայելը ակնհայտորեն կրկնում եմ արդեն չունի այն ազդեցությունը տարածաշրջանի վրա, որը ուներ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ Ադրբեջանում ունի Չէ, ես Ադրբեջանը չէ, ընդհանուր Թուրքիայում է շատ հարց, որովհետև երբ որ Իրանի երկրի ներսից արձակված հրթիռների եւ դրոնների շնորհիվ Իրանի ղեկավարությունը սկսեց սպանվել անցյալ տարի եւ այս տարի, այսինքն Մոսադը ներկա էր Իրանի տարածքում, թուրքական քաղաքական վերնախավում հարց առաջացավ եւ արդեն այդ հարցը քննարկում են, իսով գիտի Թուրքիայում իրենք ինչ ազդեցություն եւ ինչ բջիջներ ունեն Թուրքիայի տարածքում։ Այսինքն ով ասեց, որ նույն Թուրքիայում չի կարող տեղի ունենալ։ Իսկ ինչ վերաբերում է ազդեցությանը, ապա ըստ որոշ լուրերի հենց Էրդողանի եւ Պուտինի շնորհիվ էր, որ Ադրբեջանին թույլ չտվեցին ներքաշվել Իրանի դեմ պատերազմին։ Տեսեք, պարոն Դանիելյան, Թուրքիա։ Ունենք երկու Թուրքիա։ Չէ, շատ Թուրքիաներ կան, հա, այս պարագայում Իրано-իսրայելական կոնֆլիկտի։ Ունենք մի Թուրքիա, որը իր տարածքով մատակարարվում է նավթը, որը հետո վերածվում է վառելիքի, որով լիցքավորվում են իսրայելական տանկերը, որոնք ոչնչացնում են Պաղեստինը։ Որոշ տվյալներով 60%, իսկ որոշ տվյալներով 40% առհասարակ մատակարարվող նավթը դա ադրբեջանական նավթն է, որը գնում է դեպի Իսրայել Թուրքիայի տարածքով։ Բացի դրանից, չնայած որ Թուրքիան հայտարարել էր, որ առևտրատնտեսային հարաբերությունները Իսրայելի հետ ինքը կրճատում է, ընդ որում կտրուկ է կրճատում, դա համեմելով հակահրեական, շատ կոշտ անտիսեմիտական նույնիսկ կարելի ասել, տենց ռետորաբանությամբ, այնուամենայնիվ կրիտիկական նշանակություն ունեցող ապրանքների եւ տեխնոլոգիաների դե լավ սենց ասենք թուրքական, հոսքը մեկա չէր դադարում դեպի եւ չի դադարում ինչ այսօրս դեպի Իսրայել։ Սա մի Թուրքիան է, Թուրքիա համար 2 կոշտ հակաիսրայելական հռետորաբանություն, Էրդողան, հականֆիդան եւ այլն, կոշտագույն հակաիսրայելական հայտարարություններ եւ ամենացայտունը վերջին հայտարարությունն էր Ռեջեփ Թայիփ Էրդողանի, որը ուղղակի ասեց, որ Թուրքիան պատրաստ է մտնել պատերազմի մեջ եւ պատերազմել Իսրայելի դեմ։ Եվ Երուսաղեմը թուրքական քաղաք է։ Այո, դե պարտադիր չգիտեք, թուրքերի գաղափարախոսությամբ ամեն ինչն է թուրքական։ Իմիջիալոց սա շատ կարևոր մեջբերում էր բոլոր այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ թուրքերի հետ հնարավոր է պայմանավորվել այն պայմանների ներքո, որը մենք մտածածին մեր գլխի մեջ տենց կառուցել ենք, խաղաղության դարաշրջան եւ այլն, բայց դա լավ է, դա առանձին խոսալու թեմա է։ Հիմա 2 Թուրքիա, մեկը հակաիսրայելական կոշտ, երկրորդը
տակից լավ էլ Իսրայելին խոսքին։ Հիմա ո՞րն է իրական Թուրքիան այս պարագայում։ Իրական Թուրքիան շատ բարդ հասկացողություն է եւ փորձենք հասկանալ թե ինչ են նման քաղաքականություն բարը մի կողմից հակաիսրայելական հայտարարություններ, մյուս կողմից Իսրայելի մատակարարումը, հա, այդ բարելիքներով եւ ոչ միայն։ Իսկ ում է գաղտնիքը գտնվում է քրդական հարցում, որտեղ Թուրքիայի համար մեկ խնդիրը դա քրդական հարցն է եւ քրդերը ըստ որոշ տվյալների արդեն 1/3-ն են պայմանական Քրդստանի արեալը գնալու մեծանում է քրդերի բնակեցման օրինակի համար տարիներ առաջ Ադանայում մոտ 5% էր, հիմա արդեն 30 քանի տոկոս քուրդ եւ այլն, Ստամբուլում 5 միլիոնից ավել քուրդ կա եւ այլն։ Այսինքն խնդիրը ինչի մեջ է, այդ սպառնալիքը քրդականը շատ ուժեղ է Թուրքիայում եւ պատահական չէր, որ Էրդողանը անցում կատարեց իսլամի գաղափարին։ Ինչի համար, որտեղ եթե ազգայնականության գաղափարախոսությունն է, ապա քրդերի մոտ ազգայնականություն է զարգանում։ Եվ դրա համար իրենք այդ անցումը կատարեցին իսլամի գաղափարին, որտեղ իսլամի գաղափարը այս չի ճանաչում եւ բոլորը մուսուլման են եւ այլն, եւ Էրդողանը կարողացավ ընտրություններին հաղթել այդ քրդերի ձայների շնորհիվ նաեւ եւ Անատոլիայի այն մարդկանց, որոնք մի քիչ ուրիշ կրոնական մտածողության մեջ են, եւ ինչ որ ձևի միավորել այդ գաղափարախոսությամբ Թուրքիան առաջերտին քրդերի հարցը, որոնց քանակը մի 20 տարուց հետո որոշ տվյալների 2 ծնված 2 երեխաներից մեկը քուրդ է լինելու Թուրքիայում։ Հիմա հարցը հետեւյալն է. մի կողմից իսլամի գաղափարն է առաջ բրդվում, իսլամի գաղափարը նշանակում է պետք է հակաիսրայելական հայտարարություններ անել։ Ինչի համար, որովհետև այնտեղ մուսուլմաններին են հետապնդում, Ալաքսա մսկինն են ուզում քանդել, որը երևույթ են կքանդեն մի օր եւ այլն եւ այլն։ Բայց մյուս կողմից կա Թուրքիայի ղեկավարությունը, որոնք շատերը մասոնական ցակում ունեն եւ նաեւ դերվիշական մարմիններից են դուրս եկած գաղափարախոսության առումով եւ այդ դերվիշական, որոնք նաեւ քաղաքական միություններ են ստեղծում, նաեւ Էրդողանը այդ ձևի գլխավոր դա կրոնական ակումբներ են մասոնական ձևի, բայց դերվիշական այդ բաների վրա հիմնված եւ ինքը մի կողմից Իսրայելի հետ պետք է քաղաքականություն վարի, բայց մյուս կողմից բնակության 75%-ը Իսրայելին թշնամի է համարում ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների։ Հիմա ինչ անել, մի կողմից դու պետք է այդ իսլամի վրա փորձես այդ քրդերին եւ նաեւ ալավիտներին, որոնք 7-10 միլիոն են կազմում, Թուրքիայի մասին է խոսքը, մյուս կողմից դու ներքին որոշակի կապեր ունես Իսրայելի հետ եւ նաեւ Միացյալ Նահանգների ազդեցությունը կա, նաեւ Բրիտանիայի ազդեցությունը կա, այս ներքին եւ պաշտոնական եւ ոչ պաշտոնական քաղաքականության հակասությունն է այստեղ։ Իսկ ֆորմալ առումով դու Իսրայելի դեմ ես, բայց գործնական առումով դու հարաբերությունների մեջ ես։ Ես այդ ձևի կբացատրեի։ Ամենայն դեպս պետք է հասկանալ ուստիս, մեզ բոլորիս, որ տարածաշրջան, ոչ միայն տարածաշրջանում, ես միանգամայն համաձայն եմ պարոն Դանելյանի հետ, որ կար եւ կա նույնիսկ դոմինանտությունը իսլամական աշխարհում, ոչ թե սուննիտ շիիտ, այլ առհասարական գաղափարախոսության պահով եւ վերջին նվազագույնը 20-25 տարվա ընթացքում Իրանը եւ Թուրքիան մրցակից էին ով է լիդերը իսլամական աշխարհի։ Հնարավոր է գա մի օր եւ իսլամական աշխարհի լիդերը պարզվի Բրիտանիան է։ Բայց դա արդեն լրիվ ուրիշ է, շատ հետաքրքիր թեմա է։ Չէ, այդ օրը այդքան հեռու էլ չի։ Չէ, ես չեմ ասում, որ էմիգրանտները այդքան կշատանան, Բրիտանիայում, ասենք մուսուլմանների քանակը կշատանա եւ այլն, ես ասում եմ, այսօրվա Բրիտանիայի քաղաքական ռեալ խորքային պետությունը հիմքը այդ բանը շեշտը դրել է իսլամի վրա, այսինքն սա քաղաքական ընտրություն է եւ պատահական չի, որ Բրիտանիայի թագավորական ընտանիքը իր ցակումը տանում է նաեւ Մուհամեդից պաշտոնապես։ Դա էլ պատահական չի, որ դա լավ ուրիշ պատմություն է, որ 15-րդ դարում ինչ որ թագավորներից մեկը ամուսնացել է մի կնոջ հետ, որը իսլամի սեյիդա Մուհամեդի ժառանգորդն է եւ այլն, եւ դա պատահական չի արվում, բայց սա լրիվ այլ շատ լուրջ խոսակցություն է եւ սա կրոնական ծիրից դուրս է։ Այսինքն ապագա աշխարհի կառուցելու գաղափարախոսության մասին է, բայց սա ուրիշ առիթով ավելի երկար եւ ավելի խորքային խոսակցություն լինի։ Խոսքը միգրանտների մասին չի։
Դե պարզ է, որ միգրանտները ըստ էության հանդիսանում են ուշքի գործոն, ընդհանրապես գործոն, եւ այդ գործոնի խորքային նպատակները առայժմ բացահայտված չեն։ Մենք կարող ենք ենթադրել, կարող ենք վերլուծություն անել, բայց այնուամենայնիվ ինձ համար գիտեք ինչն էր զարմանալի նույն Բրիտանիայում, երբ որ կհիշեք Պակիստանից էմիգրանտները, որ 17 տարի անընդմեջ մի փոքրիկ քաղաք սարսափի մեջ են պահում 100-ից ավել բռնաբարության միջոց մանկահասակ աղջիկների, դեպքեր կային, երբ որ բրիտանացիները սկսին դուրս գալ պարզապես այդ քաղաքից։ Իսկ ինչի համար բռնում էին այդ պակիստանցիներին, մատով չէին բաց էին թողում։ Ինչը դարձավ բավականին լուրջ սկանդալ եւ պայթեցրեց բրիտանացիների, իսկական բրիտանացիների, էլի արյունով դելավ անգլոսաքսերի աչակողմյա շարժերը։ Դա էլ բավականին լուրջ խնդիր է։ Իմիջիայլ Շվեդիա, Բրիտանիա այդ խնդրի առջև են կանգնած։ Գերմանիան վերցնենք, այլընտրանք Գերմանիայի մարկուսակցությունը, որ ըստ էության իրեն անուղակի հայտարարում է չեմ ասի երրորդ ռեյխի հետևոր, բայց շատ մեծ, ասել, բարի նոստալգիայով է հիշում այն ժամանակները։ Երևի շատ կարճ խոսենք եւ անցնենք առաջ թեման փոխենք, ուղղակի մեծ լսողները հասկանան, որ մենք абսուրդի մեջ չենք մտել, որովհետև աշխարհի իրական են ազդեցություն ունեցող շրջանակները եւ ֆինանսական եւ քաղաքական լուծակներ ունեցող, իրանք ապագա աշխարհի մոդելն են փորձում հասկանալ եւ ապագա աշխարհի մոդելը այն է, որ բնակության մեծ մասը պետք է լինի ենթարկվող եւ վերահսկելի։ Ուղղակի հիշեցնեմ, որ իսլամ բառը նշանակում է հնազանդվել, այսինքն այդ առումով ինքը կարող է այդ սիստեման ձևավորելու համար հետաքրքիր տարբերակներից մեկը լինել, իսկ այդ մարդկանց համար կրոն բանը 10-րդ կարգի հարցեր են, ուղղակի սա Գործիքներ են, գործիքներ են, իհարկե գործիքներ են։ Դե ինչ, պարոն Դանաշյան, զգացի չափազանց հետաքրքիր հաղորդում ստացվեց այն առումով, որ իրականում դիտարկել մի ուղղվածության կամ մի ուղղության ներքո գործընթացները ուղղահայաց սխալ է, նամանավանդ այս պարագայում, բայց եթե երկու բառով ձեր կարծիքով դեպի ուր է շարժվելու իրանական քեյսը, չեմ ասում վանգայի դերը կատարենք, փորձենք հասկանալ։ Ну, Իրանի ուժը ինչի մեջ է, Իրանի ուժը դա Հորմուզի նեղուցն է։ Եվ Հորմուզի նեղուցը, եթե այսպես շարունակվի, իմիջիայլուց այլ թեմա է, դա պարենային ճգնաժամն է, երևի ամիսներ հետո եւ նաեւ մյուս տարի, եւ այստեղ թվեր մաբեր ես չեմ ուզում բերել, թե ամյակի փառարտանյութերի, կարբոնիդների եւ այլն քանի տոկոսներ մասով անցնում եւ հիմա որ բանի վարուցանքի ժամանակն է աշխարհի մի երկրներում կարող ապագայում սով առաջանա եւ առաջանում է հարց նախ Հայաստանը այդ պարենային անվտանգության հարցում հաշվեն պետք է լուծի, սա արդեն քաղաքական եւ արտաքին քաղաքական խնդիր է, բայց Իրանի ուժը Հորմուզի նեղուցի վերահսկելն է եւ եթե իրենց կառավարման համակարգը չի փլուզվում, ինչը կարծում են որ կկարողանան անել, իրենք միշտ վիճակի են այդ նեղուցը փակել, որը համաշխարհային ճգնաժամ է լինելու։ Այսինքն Իրանի ուժը իր ներքին համակարգի կառավարման կայունությունն է, որոնք անձերից չեն կախված, կյանքը ցույց տվեց, եւ կարանալ վերահսկողության տակ պահել Հորմուզի նեղուցը։ Սա Իրանի ուժը, Իրանի ամբողջ ուժի կարևորագույն մասը դա իր աշխարհակաղակական դիրքն է, աշխարհագրական դիրքն է։ Շնորհակալություն, պարոն Դանելյան, հիշեցնեմ ձեզ, հարգելի ռադիոլսողներ, որ այսօր Աբովյան թայմի եթերում քաղաքագետ Ստեփաններ Դանելյան, դե կան հաղորդումներ, որտեղ անկեղծ եմ ասում, առանց ինչ-որ այլևայլության ինտելեկտուալ հաճույք եմ ստանում, ուղղակի ինտելեկտուալ հաճույք, եւ այսօրվա հաղորդումը հենց այդ հաղորդումներից մեկն է, շատ շնորհակալություն, պարոն Դանելյան, կարծում եմ մեզ առհասարակ կարելի է հատեցավիսը մի անգամ հավաքվել եւ իրականում խոսել այն խորքային գործընթացների մասին, որոնք ուղղակի ազդեցություն ունեն բոլոր գործընթացների, բայց որոնց մասին չի խոսվում եւ ասում եմ այո, պետք է եւ կարեւոր է խոսել այն ամենի մասին, ինչը մենք խոսեցինք։ Դե ինչ, եթերում Աբովյան թայմներ, հարգելի ռադիոլսողներ, հանդիպենք հաջորդ անգամ եւ եւս մեկ անգամ շնորհակալություն պարոն Դանելյանին, որ ժամանակ գտա։ Ես էլ եմ շնորհակալ։